2026 թվականի ապրիլի 15-ին ժամը 10:30-ին ունենալու ենք դատական նիստ Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի քաղաքական քրեական հետապնդման վերաբերյալ։ Չափազանց կարևորում ենք այն հայտարարությունները մեր հայրենակիցների, մեր գործընկերների, նաև հենց Ուժեղ Հայաստան կուսակցության անդամների, որ հերթական անգամ իրենց աջակցությունն են ցուցաբերելու, լինելով ըստ էության Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեի հարակից տարածքում։ Ինչ միջնորդություն էինք ներկայացրել այսօր դատարանին, միջնորդությունը վերաբերում է հետևյալին. երբ արդեն գործը գտնվում է դատարանի վարույթում, ընթացակարգային իմաստով սկիզբ է առնում նախնական դատալսումները։ Նախնական դատալսումները իրենցից ենթադրում են մի շարք հարցերի քննարկում, բայց իհարկե ամենակարևորը խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկումը։ Գործընկերների հետ միասին այսօր մուտք ենք արել դիմում միջնորդություն, հասցեագրված պատվարժան դատարան դատավոր Դոլմազյանին, առ այն, որ առաջնահերթության կարգով քննության առարկա դառնա խափանման միջոցի հարցը։ Բացահայտեմ նաև պատճառաբանումը։ Յուրաքանչյուր ժամ այլևս էական նշանակություն ունի Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից։ 2026 թվականի ապրիլի 21-ին Ուժեղ Հայաստան կուսակցությունը հրավիրել է համագումար եւ առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին, որովհետեւ կուսակցության նախագահի մասնակցությունը առանցքային է։ Մենք տեսանք, ինչպես օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ ինչ աստիճան ինտեգրված, ներգրավված էր process-ին։ Մրցակցության, հավասարության, ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից սա ակնհայտ անհրաժեշտություն է եւ հույս ունենք, որ նշվածը կապահովվի։ Եվ ինչ-որ իմաստով ցավ ենք ապրում, որ այդ բեռը ընկել է այլևս դատական իշխանության ուսերին։ Այդպես չպետք է լինի, բայց սա Հայաստանի Հանրապետությունում առկա իրականությունն է, սա է քաղաքական հետապնդումների տրամաբանությունը։ Դրանից չենք զարմանում, բայց մյուս կողմից ունենք հստակ ակնկալիք, հստակ պահանջ իրավունքի խախտման վերացման վերաբերյալ։